Մենք եթերում ենք, շարունակում ենք սիրելիներ, ձեզ խոստացել ենք, որ մեր հյուրին դուք տեսնելու եք խոհանոցում, բայց երբ ասում ենք բժիշկ եւ սննդաբան, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ կատարյալ առողջ եւ օգտակար բաղադրատոմս է եւ ափսեներ ենք մենք այսօր հավաքելու։ Նորից ձեզ ողջունենք։ Ողջույն եւս մեկ անգամ եւ ինչ խորհուրդներ ենք լսելու խոհանոցից։ Ինչ ունենք մենք խոհանոցում։ Բաղադրիչները կարծես շատ են։ Մենք բաղադրիչներ ունենք տարբեր, որովհետեւ մի քանի բալանսավորված ափսեներ հավաքենք եւ մի անգամ էլ ցուցադրենք, որ առողջ ափսեն շատ ավելի մատչելի, հեշտ է, պարզ է, համեղ, գունագեղ եւ այլն։ Դե տեսնում ենք բանջարեղեններ, տեսնում ենք հատիկեղեն, կաթնամթերք, չէ՞, նույնիսկ մսամթեր, տեսնում ենք սիսեր, հնդկաձավար, գազա շատ սեզոնային, մածուն շատ տեղական, հայկական, ընդունելի եւ բոլոր ընտանիքներում ինձ թվում է ամենաշատ օգտագործվող սննդամթերքներից մեկը, տեսնում ենք բազուկ, հավի կրծքամիս, հաճար կամ ձավար, ամեն դեպքում հացահատիկ, էլի տեղական եւ կաղամբ եւ լոբի։ Եվ իհարկե տեսնում ենք վարսակի շիլա, որը դեռ տաք է։ Մարգեր, ձիթայուղ, այստեղ ես տեսա նաև խոտեր եւ համեմունքներ։ Դե եկեք սկսենք հավաքել առաջին ափսեն։ Ես ուզում եմ հարցնել, քանի վարսակի շիլան տաք է։ Առավոտյան նախաճաշին ուտել վարսակի շիլա, թե ավելի քաղցր ինչ-որ բանով փոխարինել։ Ընդհանրապես նախաճաշը օրվա հիանալի եւ կարեւոր սկիզբ է։ Ամբողջ գիշերվա ընթացքում օրգանիզմը սովի մեջ է ու ոչինչ չի ուտում։ Բավականին երկար ժամանակ գտնվում է քաղցած, քնած վիճակում։ Ու իրեն ինչպես կարթնացնեք, շատ կարևոր է։ Դու քնած մարդու ականջի տակ կգոռաս, թե մեղմ երաշտություն կմիացնես, ինքը այդ ձև էլ կարթնանա ու օրը այդպես էլ կշարունակվի։ Դրա համար շատ կարևոր է, որ օրգանիզմին արթնացնող ու սիրող ձևով իր նախաճաշը տանք։ Եվ եթե մենք տալիս ենք միայն քաղցր, օրինակ շատ հետազոտությունները ցույց են տվել, որ հայկական իրականության մեջ տղամարդկանց մեծ մասը սուրճ է խմում եւ ծխում է, որպես նախաճաշ ցավոք սրտի, իսկ կանայք սուրճ են խմում մի կտոր քաղցրով եւ դա ընդհանրապես սննդի ընդունում չեն համարում եւ սնունդը սկսվում է ժամը 12-ից 1-ը այդ ժամանակ։ Այդ երկուսն էլ ուղղակի այդ գորալ քնած մարդու ականջի մոտ տարբերակն է, որովհետեւ հնարավորինս վնասակար տարբերակն է։ Հնարավորինս վնասակար տարբերակը շատ չխոսենք ծխելու, չնայած ամենավատ բաներից մեկն է, որ կարող է լինել։ Ծխելու մասին ասենք, որ երբ միայն քաղցր եք ուտում ու այն էլ առավոտյան, ինսուլինի մեծ քանակ է արտադրվում եւ հետո դա բերում է ամբողջ օրվա մեջ քնկոտության, մի կես ժամ հետո դուք նորից սովածանում եք, ուղեղում մի տեսակ sense մտնագնաց է լինում, ուզում եք քնեք, էներգիա չունեք, այսինքն միայն քաղցր նախաճաշը ձեզ տալիս է մոտ կես ժամվա էներգիա ու տրամադրության բարձրացում։ Էլի կես ժամվա, հետո դուք ուզում եք էլի ինչ-որ մի բան քաղցր ցանկալի է ուտել եւ ուզում եք ավելի շատ քնել, քան թե էներգիայով լի եք լինում։ Որտեղ դա ճիշտ խորհրդով եկեք սկսենք։ Եկեք սկսենք այդ տաք վարսակից, որը ամբողջահատիկ հացահատիկ է, որը այս ցուրտ եղանակի համար տաք է եւ տաքացնող է եւ երկար դանդաղ ածխաջրեր են, որոնք մի քանի ժամվա ընթացքում ձեզ էներգիա են տալու։ Դուք ըստ ձեր նախասիրության կարող եք իրեն ավելացնել քաղցր բաներ, այստեղ օրինակ մենք ունենք բանան, ունենք խնձոր, դուք կարող եք խորովել խնձորը նախորոք, դուք կարող եք կտրտել թարմ խնձորը, դուք կարող եք խնձորը դարչինի հետ էփել վարսակի հետ միաժամանակ, դուք կարող եք ուղղակի իմ տղան օրինակ սիրում է հում բանանը կտրտել վարսակի մեջ եւ ավելացնել շոկոլադի կտորներ։ Սրանով բնականորեն կարող եք քաղցրացնել ձեր վարսակը։ Մարդիկ կան, ովքեր քաղցր վարսակ չեն սիրում են ավելի աղի տարբերակը, աղ են լցնում վարսակի մեջ, լցնում են նույն կողքը կարող են դնել պանիր եւ օրինակ մի ձվի հետ ուտել։ Այս բոլորը վարսակի դարչինով կարելի է իհարկե բանանը։ Մենք փորձենք հիմա կտրել ուղակի բանանը, քանի որ հիմա նաև խոհանոցում աշխատում եմ բացի սննդաբան լինելուց, փորձենք որ այս ամեն ինչը լինի եւ շատ սովորական, ոչ թե շատ տարօրինակ եւ
շատ համեղ, եթե ունեք հատապտուղներ, որոնք շատ օգտակար են, անտիօքսիդանտներով հարուստ են, եւ դուք այդ մասին մտածել եք, հաղորդումները տեսել եք նաեւ անցյալ ամառը եւ սառացրել եք այդ հատապտուղները ու սառցարանում ունեք, կարող եք այստեղ լցնել նաեւ հատապտուղներ, այստեղ կլինի հացահատիկ միրգ, իր հետ կարող եք ուտել բանջարեղեն, օրինակ գաղամբով աղցան կամ գազարով աղցան, գումարած անպայման մի ինչ-որ սպիտակուցային մաս, որը առավոտվա համար կարող է լինել պանիրը, հացի հետ, կարող է լինել մի հատ խաշած ձու, կամ եթե դուք երեկվանից ունեք օրինակ հավի կրծքամիս, կարող է լինել մի կտոր հացը եւ հավի կրծքամիսը որպես բրդուճ։ Այսպիսով մեր ափսեն, որի կեսը պետք է լինի հացահատիկ, սպիտակուց, միրգ եւ բանջարեղեն, համարում ենք համարյա ամբողջացված, մի բան ենք ստեղ պակաստրել, դա ձեթերը, կարակները, յուղային մասն է։ Շատ, որ դուք հարցնում եք ինչ սխալներ են անում, շատերը շատ հաճախ բացառում են ուղակի ձեթն ու կարակը, հատկապես կարակը։ Պահքի շրջանում են գուցե հիմա ոմանք կարակի փոխարեն օգտագործեն ձեթ, բայց չափի մեջ չափավոր քանակի կարակը շատ կարևոր է, որովհետև ամենակարևոր ֆունկցիաներից մեկը վիտամինները, այն վիտամինները, որոնք ճարպալուծ են, ճարպալուծ վիտամինները Ա, Կ, D, Ե-ն իրենք լուծվում են միայն ճարպերի միջոցով։ Դրա համար կարևոր է, որ այստեղ լինի կամ մի կտոր կարակ, կամ մի կտոր ձեթ։ Կամ օրինակ, եթե դուք ուտելու եք գազարով աղցան, այս գազարի վրա լցնել մի կտոր թթվասեր, որտեղ թթվասերը նույնպես էլի յուղ է։ Այս եղավ մեր առաջին ափսը։ Տաք վարսակը պատրաստ է։ Այո։ Էլի մի անգամ հիշացնեմ, որ ինչու ենք մենք ափսեյով ասում առողջը, որովհետև եթե ես ասեմ, որ ձեզ օրական պետք է 1 կիլոգրամի համար 1 գրամ սպիտակուց եւ այսքան ածխաջուր, այսքան ճարպ, այսքան վիտամին, դուք ասեք այո, բայց բնականաբար եթե նույնիսկ դուք դա հիշեք, որ գաք խոհանոց չեք իմանա, բա ինչքան սպիտակուց, ինչքան հավ պիտի ուտեմ եւ այս բոլորը փոխարինել բերել սովորական սննդամթերքի շատ բարդ է։ Դրա համար տենց ավելի հեշտ տարբերակ կա, երբ դուք ուտում եք նախաճաշին, ճաշին, ընթրիքին, որպեսզի անհրաժեշտ ամեն ինչը ստանաք, պիտի ափսեն կիսեք, կեսը լինի միրգ բանջարեղեն, կեսը լինի հացահատիկ, կեսը լինի սպիտակուց։ Ածխաջրեր, ամբողջական ածխաջրեր, որոնք մշակված չեն, որոնք թեփերը հանած չեն, որոնք գործարանով, այ որ ասում եք պետք է լինի հնարավորինս իրական ուտելիք լինի։ Սկսենք այդ հացահատիկներից։ Մենք կարող ենք վերցնել հիմա գթալ եւ փորձել պատրաստել այդ առողջը, վերցնենք նայած ինչ նախասիրություն ունեք, այս ձավարը կամ հաճար, ձավարը եւ հաճարը ամբողջական հացահատիկ, այսինքն իրա վրայի պատյանը, որի մեջ բջջանյութ, վիտամին B-ը չեն մշակել, չեն թափել։ Իսկ երբ որ մշակվում, օրինակ ցորենի վրայից թափվում այդ ամեն ինչ օգտակար, դառնում է սպիտակ ալյուր։ Դա արդեն դառնում է մշակված սննդամթերք, սա չմշակված ամբողջահատիկն է։ Ամբողջահատիկը, հացահատիկը ածխաջրի աղբյուրը, որը տալիս է ձեզ երկարատև էներգիա։ Քանի որ հիմա պահքի շրջանում ենք, եկեք վերցնենք մի քիչ բուսական սպիտակուց, որը շատ օգտակար է ու ցավոք սրտի Հայաստանի ազգաբնակչությունը ըստ հետազոտության շատ քիչ է օգտագործում բուսական սպիտակուց։ Շատ քիչ ենք օգտագործում լոբի, սիսեր, ոսպ, մի քիչ օգտագործում ենք ձմեռվա շրջանում ու վերջ։ Այնինչ այդ հիանալի սպիտակուցների աղբյուր է։ Ու որպեսզի սպիտակուցները ավելի լավ ներծծվեն, լավ է որ հացահատիկը դրվի լոբեղենի կողքը։ Այսինքն այն բրնձով ոսպով փլավը հիանալի համադրություն է հացահատիկի ու լոբեղենի, որ լավ ներծծվեց, ափսեի կեսը sense դրեցինք։ Ունենք տեղային բանջարեղեն, ոչինչ չէ, որ ես ընձեռը վերցնեմ։ Եթե իհարկե այդպես նախորոք մի քիչ լիմոնով իրան ճզմեք, ինքը ավելի փափուկ կլինի, մի քիչ գազար կարող ենք դնել, հետո իրանց խառնել, այնտեղ համեմունքներ կա, կարող եք ավելացնել, այստեղ շատ կարևոր է որ ձեթ լցնեք եւ իհարկե մի շատ կարևոր թեմա այստեղ բաց է մնում։ Հիմա ամբողջականացնենք ու ասենք ձեթը կա, հացահատիկները կան, բանջարեղենը կա, միրգ Այս աղցանի հետ ես օրինակ խնձորել կարող էի քերել, հում դդում էլ քերել, ձեթա համեմունքներ ավելացնել եւ նույնիսկ դդումի կորիզ եւ կդառնար հիանալի աղցան։ Այստեղ ուզում եմ մի բաղադրիչի մասին խոսել, որը մեր Հայաստանի Հանրապետությունում շատ հետաքրքիր
ազդեցությունի դա աղնա, որից շատ հաճախ խուսափում են, շատ հաճախ ցավոք սրտի չէ խուսափում, բայց որովհետև երբեմն հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում 5-ից 3-ը աղը լցնում է ուտելիքի վրա մինչև փորձելը, այսինքն նստում են սեղանի շուրջ եւ աղը արդեն լցնում են առանց փորձելու ինքը աղիա թե չէ։ Ինչի ենք մենք աղին այսքան ուշադրություն դարձնում, որտեղ աղը բարձրացնում է զարկերակային ճնշումը։ Աղը պահում է ջուրը օրգանիզմում, ինչքան ավելորդ ջուր, այնքան սրտի աշխատանքը ավելի բարդ եւ զարկերակային ճնշումը ավելորդ աղի օգտագործումից բարձրանում է։ Սիրտանոթային հիվանդությունները մեր Հայաստանի Հանրապետության իրականության մեջ հիվանդացության, մահացության, հաշվանաբության առաջին պատճառն են։ Պատճառներից մեկն է, այն որ ասում ենք ինսուլտ ստացավ, ինֆարկտ ստացավ, դրա ռիսկային ֆակտորներից մեկը աղի չարաշահումն է։ Եթե նայենք էլի հետազոտություններին, Հայաստանի ազգաբնակչությունը չափահաս համարյա 2 անգամ ավել աղ է օգտագործում, քան նորման է։ Ու դա օգտագործում է պաների միջոցով եւ դա օգտագործում է հացի միջոցով։ Իսկ թթուները այդ թվում են, թե չէ։ Թթուները թաքնված աղի աղբյուր են, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ ավելորդ աղի մոտ 70%-ը հայերը ստանում են պաներից եւ հացից։ Եվ հացի մեջ էլ աղ են լցնում, որ ջուրը շատ պահի եւ քաշը շատ լինի։ Եվ այսպիսով մարդիկ քանի որ շատ են սիրում հաց ու պանիր, գիտեք, աղը աղի հետ։ Աղը աղի հետ եւ համի ռեցեպտորները արդեն սովորում են շատ աղին։ Ու երբ որ դու ուտում ես նորմալ աղի ուտելիք, քեզ թվում է, որ ինքը աղի չի։ Ու էլի ես աղ ավելացնում, այսինքն արհեստականորեն այդ աղի քանակը ավելացնում ես։ Եվ վերադառնալու մեր ափսեներին ներողություն, այն շատ հետաքրքիր է հավի կրծքամիսը մենք ինչի հետ ենք համադրելու, որովհետև այդտեղ նաև տեսնում ենք հնդկաձավար չէ, եթե չեմ սխալվում։ Այո։ Այս մի ափսեն համար ենք ավարտված։ Այո, միրգը ըստ նախասիրության կարելի է ավելացնել։ Անցնենք հավի կրծքամսին, որը սպիտակուց է, որը փոխարինում է մեր այս լոբեղենին եւ մնացածին, հա, լոբեղենին եւ նույն սննդի խմբի մեջ է, այսինքն նույն սննդախումբը պրոտեին մեզ մատակարարող խումբն է։ Իրա միշտ այս ներքևում դնենք, որ չխառնենք։ Մենք սովորենք, որ հավի կրծքամիսը թթվասերով աղցան կարող ենք սարքել, կարող ենք ընկույզներ ավելացնել այստեղ եւ բայց կարող ենք նաեւ ավելացնել այս բոլոր տեսակի օրինակ թթվասերի փոխարեն կամած մածուն, որը ես հիմա կդնեմ վրան, բայց չեմ սարքի կամ էլ չեմ դնի, պատկերացրեք, որ ինքը կամած մածունով թթվասերով, կներեք կամած մածունով ընկուզով աղցան է, որը էլի շատ հետաքրքիր է եւ մի բան էլ ասեմ, շատ հաճախ այս խաշած կրծքամիսը ասոցացվում է առողջ ուտելու հետ, ինքնին այս կրծքամիսը կարող է լինել սածիվի ձևով, ընկույզներով, այս կրծքամիսը կարող է լինել ջեռոցում, այս կրծքամիսը կարելի է սարքել ռուլետ, նույնիսկ այս նույն գազարով, անկույզներով կարող է լինել ռուլետ, այսինքն պարտադիր չի, որ հավը լինի խաշած, որ ինքը լինի առողջ, եւ պարտադիր չի, որ հավի կրծքամիսը լինի, որ ինքը լինի առողջ։ Հավի ցանկացած միս ու ցանկացած միս ինքը համարում է առողջ, եթե ինքը չի գնացել գործարան եւ դարել նրբերշիկ կամ երշիկ։ Երբ որ գնում է գործարան դառնում է նրբերշիկ, արդեն մշակվում է, վերամշակվում է, հավից շատ քիչ բան է մնում, ու դուք գումարը տալիս եք ավելի քիմիական նյութերի, քան թե մսի համար։ Մսի հետ։ Դա պետք է զիջել մեր չորքոտանի բարեկամներին եւ չուտել։ Ահա։ Եթե դուք ասում եք հնդկաձավար, հանգիստ կարող է լինել հնդկաձավար, որը հայերը շատ սիրում են մածունով։ Սա ամենատարածված տարբերակն է, հատկապես մարզումներից հետո, երբ միանգամից սպիտակուցային էլեմենտները ապահովելու համար գնում եւ վայելում ենք այս ափսեն հատուկ քեզ համար է մարզումներից առաջ է։ Մենք այստեղ մի փոքրիկ բաժին երևի բաց ենք թողել, դա սերմերն են եւ ընկուզեղենն են։ Հանգիստ կարելի է այստեղ լցնել եւ այդ կտավատի սերմը, կարելի է լցնել ընկուզներ, իրանք եւ կարելի է կանաչի ավելացնել, իրանք շատ առողջացնում են։ Շատ առողջարար են եւ շատ սննդարար են եւ շատ նաեւ համեղ են։ Մենք ունենք այստեղ բազուկ Եվ եթե նայենք այս ամեն ինչին, իրանք ձմեռային սեզոնային ուտելիքներ են, ու հատկապես բանջարեղենը, հիմիկվա գազարը, դդումը, բազուկը, իրանք տաք ջերմ գույներ ունեն եւ կոմպենսացնում են այն արևի պակասը, որ մենք այս օրերին ունենք։ Մենք կարճ արևային օրեր ունենք, ձյուն ունենք, հա, սառը, իսկ այս տաքը, գազարագույնը, կարմիրը, նարնջագույնը, նույնիսկ այս սեզոնային ամեն ինչը փորձում է ինչ որ ձևով կոմպենսացնել են ինչ որ բնության մեջ չկա։
այս սեզոնին։ Դրա համար շատ կարևոր է սեզոնային։ Եվ սրա վրա անպայման էլի ձիթայուղ ենք լցնում։ Ձիթայուղի ցանկալի է օգտագործել վրան գրած extra virgin olive oil, որից մի քիչ էլ համ է գալիս։ Դրանք ընդհանրապես էլի չմշակված առաջին ճզման յուղերն են։ Կտավատի ձեթն է շատ օգտակար, եթե դուք ունեք թարմ զեյթունի ձեթը։ Եվ այստեղ մենք էլի մրգի պակաս ունենք։ Մենք կարող ենք դնել մի հատ ցիտրուս, նարինջ եւ կուրենակ միրգ, բանջարեղեն, հացահատիկ, կատնամթերք եւ մսեղեն։ Եվ նույնիսկ ձեթ։ Սա եղավ մեր երկրորդ հապսերը, ինչպես մենք կարող ենք այսքանով մենք ունեցանք 3 հապսեր։ Ամեն դեպքում բավական հարուստ էր այսօր մեր խոհանոցային հատվածը, բաղադրիչներով ունենք եւ բանջարեղեն, եւ միրգ, եւ հատիկեղեն, ձեթ, ունենք առողջ ափսեներ վերջապես, այո, կատնամթերք։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրին, տարբերակներ զանազան մեզ առաջարկելու համար։ Դուք հիմա դիտեք ու վայելեք երաժշտական տրամադրությունը, մենք էլ գնանք եւ սնվենք։